Վեց եղբայր, իտալական հեքիաթ։ Մի մարդ ուներ 6 տղա, 5 անխելք էին, իսկ 6-րդը հիմար։ Հայրը նրանցով ուրախանալու ոչ մի հույս չուներ։ Մի անգամ նա ասաց. «Գնացեք քաղաք, գնեցեք ինչ որ ցանկանաք»։ Եղբայրները գնացին քաղաք, մտան խանութ, սկսեցին գնումներ կատարել։ 5 եղբայրը առանց ծայրապանակի հրացան գնեցին, իսկ 6-րդը առանց փողի հրացան։ Հրացանները ուսերը գցեցին և վերադարձան։ Հանկարծ որտեղից որտեղ նրանց ընդառաջ վազեցին 6 նապաստակ։ Նապաստակներից 5-ը ականջները սրել էին, իսկ 6-րդը դեպի վեր էր ցցել։ Եղբայրներին տեսնելով 5 նապաստակները հեռու փախան, իսկ 6-րդը ծլկեց։ Եղբայրները վայրկենապես հրացանները հանեցին ուսներից և նշան բռնեցին։ 5-ը աչքները փակեցին, իսկ 6-րդը կկոցեց։ Բոլորը մեկ մարդու պես կրակեցին։ Միայն 5-ը վրիպեցին, իսկ 6-րդը չկպավ։ Այդ ժամանակ եղբայրները սկսեցին վազել նապաստակների ետևից։ 5-ին բռնեցին, իսկ 6-րդին հափշտակեցին։ Այ քեզ հաջողություն։ Եկան տուն, որոշեցին նապաստակները եփել մատնոցի մեջ։ 5 նապաստակը մատնոցի մեջ չի տեղավորվում, իսկ 6-րդը չի մտնում։ Հայրն ասաց. «Գնացեք հարևանների մոտ և 6 պղինձ բերեք, որպեսզի 6 նապաստակները միասին եփենք»։ Եղբայրները գնացին հարևանների մոտ։ 5 հարևանն էլ ժլատ էին, իսկ 6-րդը գծուծ։ Հարևանները տվեցին այն, ինչ իրենց հարկավոր չէր։ 5 ծակ պղինձ, իսկ 6-րդը անտակ։ Եղբայրները տուն բերեցին պղինձները և սկսեցին նապաստակները եփել։ 5 պղնձի տակ մոռացան կրակ վառել, իսկ 6-րդի տակ բոլորովին չվառեցին։ Նապաստակները եփվեցին, 5-ը չեփվեց, իսկ 6-րդը մնաց հում։ Սկսեցին ուտել նապաստակներին։ 5 եղբայրները ծամել չկարողացան, իսկ 6-րդը նույնիսկ կծել չկարողացավ։ Եղբայրները սկսեցին հյուրասիրել հորը։ Հայրը 5 նապաստակը կերավ, իսկ 6-րդից խեղդվեց։ Եղբայրները 6 բժիշկ բերեցին։ 5 բժիշկը տգետ էին, իսկ 6-րդը ոչինչ չգիտեր։ Բժիշկները նայեցին հորն ու վիճեցին։ 5-ն ասացին, որ նա առողջ է, իսկ 6-րդը ասաց հիվանդ է։ Իսկ ինչով վերջացավ այս բոլորը, առայժմ հայտնի չէ։ Բժիշկները դեռևս վիճում են։ Հենց որ ընդհանուր համաձայնության գան, այն ժամանակ էլ կարելի է շարունակել հեքիաթը։